Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Գիտեք, երբ որ մարդը նեղացկոտ է եւ նեղանում է, եկեղեցու հայրերն ասում են, որ դա խոսում է այն մասին, որ իր սրտի խորքում խորը թաքնված հպարտություն կա։ Ասում են, որ նեղացկոտ մարդիկ իրենք շատ հպարտ մարդիկ են, շատ ինքնասիրահարված մարդիկ են, ովքեր որ վայ մեկ ինձ մի բան չասի, մի անգամից նեղանում են։ Ու երբ որ մենք մեզ բռնում ենք այնպիսի մտքի վրա, որ մենք նեղացել ենք, սա վկայում է այն մասին, որ ոչ թե մեր մեջ միայն ապրում է, ասենք թե այդ հպարտությունը, այլ դա մի հատ մեծ վիրուս է, մեծ հիվանդություն է, ահավոր հիվանդություն է, որ ընկնում է մեր սրտի մեջ եւ ոնց որ սրտիդ վրա մի հատ երկաթի կտոր ընկած լինի։ Եվ եթե մեր սրտում ապրում է այդ նեղացկոտությունը, որը ցավոք սրտի մեր ազգի մեջ շատ կա։ Նորից եմ ասում, եթե մեր սրտի մեջ ապրում է այդ նեղացկոտությունը, այդ նշանակում է, որ մեր սրտի մեջ չի կարող լինի սեր, չի կարող լինի խոնարհություն, չի կարող լինի հեզություն, չի կարող լինի իմաստություն։ Ոչ մի լավ բան չի կարող լինի քո սրտի մեջ, եթե դու տեն շուտ նեղանում ես ամեն ինչիդ։ Ուրեմն այսենց հեշտությամբ մարդ կարող է ազատվի այդ հպարտությունից, եթե դու կարողանաս ազատվես այդ նեղվածությունից եւ այդպես քո մեջ կծնվի սերը մերձավորի նկատմամբ։ Լավ հիմա մարդը մի բան ասեց, մի քիչ կոպիտ ասեց, մի քիչ թթու ասեց կամ մի քիչ կծու ասեց, պետք չի տեն շուտ նեղանալ։ Պետք չի տեն շուտ նեղանալ, որովհետեւ նեղացկոտությունը մեզ բաժանում է իրարից, նեղացկոտությունը մեզ թուլացնում է ավելի շատ եւ նեղացկոտությունը ցույց է տալիս, որ մեր մեջ հպարտություն կա թաքնված, խորը հպարտություն եւ նեղացկոտ սրտի մեջ, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, չի կարող լինել ոչ սեր, ոչ խոնարհություն, ոչ իմաստություն, ոչ հեզություն, ոչ էլ ինչ որ մի այլ լավ բան, որովհետեւ այս բաները Սուրբ Հոգու պտուղներն են եւ այնտեղ նեղացկոտ սրտի մեջ, որ sense ամեն ինչից նեղանում է, քաշվում է, չի կարող լինել Սուրբ Հոգու ներկայությունը։ Հանեք ձեր սրտերի մեջից, ելի ժողովուրդ, այդքան շուտ մի նեղացեք իրարից, մեկը մի հետո մի բան ասում, այդքան շուտ մի նեղացեք իրարից։ Այլ ավելի շատ ծառայեցեք Աստծուն։ Եվ թող ձեր սրտի մեջ լինի սեր, հեզություն, խոնարհություն։ Այնքան հանգիստ է տալիս դա մարդուն։ Մենք էլ այսօր եկել ենք Ֆրանսիայի մեջտեղներում այս Սուրբ Անտոն վանքը, Սուրբ Անտոն անապատականի ուղղափառ վանքը, այնքան գեղեցիկ տեղ է, դրա համար էի ցույց տալիս ձեզ եւ մտածեցի խոսենք այս բաների մասին։ Փոքրիկ վանք, ներսում շատ գեղեցիկ։ Սենց բաների վրա թող լինի ձեր միտքը եւ Աստծուն ծառայելու վրա։ Եվ այդպիսով եկեղեցու հայրերը եւ Պողոս Առաքյալն ասում են, որ կարող ենք հաղթահարել մեր չար կրքերը, եթե մեր միտքը ու սիրտը դնում ենք Աստծուն ծառայելուն։ Եթե զայնագրությունը ձեր սրտին խոսեց, դուք էլ ունեք ընկերներ, որ նեղացկոտ են, կամ միգուցե դուք էլ նեղացկոտ եք, կիսեք ձեր էջերին, թող մարդիկ լսեն ու իմանան, որ նեղացկոտությունը վկայում է խորը գոռոզության, մեծամտության եւ ինքնասիրահարված լինելու մասին։ Եվ եթե դա մենք մեզանից հանենք, մեր սրտում կլինի սեր, կլինի հեզություն, խոնարհություն, բարություն, իմաստություն եւ ելի լիքը լավ բաներ։ Դե լավ եղեք ժողովուրդ ջան։ Փառքոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։